տեսնում եք արդեն կադրերով երևի ցույց կտակ, հա, ինչ գրություններ են, հաշվի առնելով, որ հայտնի միջադեպից հետո պատգամավորներից մեկը սկսել է աստվածաշունչ ընթերցել եւ Սաղմոսներ անգիր անել, պարզապես հիշեցման կարգով Սաղմոս 36-ին թող ուշադրություն դարձնի, Եսայա 13-11-րդ կետին ուշադրություն դարձնի, շարունակի աստվածաշնչյան ընթերցումները, դա հաստատ օգուտ կբերի ապաշխարելու եւ դժվարություններ չունենալու այդ պարզ հասարակ բառը ասելու ներողություն բառը ասելու նկատի ունեմ։ Գիտեք, որ այսօր խորհրդարանում քիչ անց քննարկվելու է էթիկայի հանձնաժողով ստեղծելու, ավելի ճիշտ չստեղծելու հարցը, գիտեք, որ իշխող խմբակցությունը որոշեց, որ պիտի չստեղծի իր թիմակցի համար այդ հանձնաժողովը, բացատրություններն էլ գիտեք, ըստ էության չկա բացատրություն, թե ինչու չեն ուզում ստեղծել։ Այսուհետ ինձ թվում է Անդրանիկ Քոչարյանի վարքի պատասխանատվությունը բոլոր դա է մեր ցանկությունը անկեղծ եւ դրան ենք ուզում մենք տանել։ Բայց առաջինը չի, սա երկրորդ ակցիան է։ Բայց հիմա դրա մասին մի ամբողջ նիստ է լինելու, ինչ եք շտապում։ Ձեր սիրելիսը հոգևորականը խնդրել է։ Ձեր սիրելիսը հոգևորականը խնդրել է։ Մենք բան չենք խնդրել, պարոն Քոչարյան։ Այդ ինչ ձայն լսեցի, այդտեղ մի հատ դեմքդ տեսնեմ, գեղեցիկ դեմքդ։ Չէ, այդքան էլ գեղեցիկի դեմքդ։ Ագում մի արեք, դուք ձեր տեղը խոսեք։ Սպասեք նիստը, որ լուսաբանեք, ինչ եք շտապում։ Լուսաբանենք դա ես, պարոն Քոչարյան։ Քնարիկ ջան, իմ նկարը չունես դեռ։ Կա։ Քնարիկ ջան, իմ նկարը չունես դեռ։ Կա, պարանի վրա է։ Պարանի, վայ քորոնումս։